Իդե, ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք, ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակոչելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասելա, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Դա դες վերաբերում է, չէ՞։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսի դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակել ով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ ես չգիտեմ ձեր կերպանը որտեղ է այդ փողը մտնում։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկ մուծում, կամ մուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Գնացեք բարձր ոչ մեկ չի ֆինանսավորում։ Ոչ մեկ ձեր եք աշխատում։ Դուք ինչ մահացեք դա։ Իրավական գործնական բանը։ Չէ, գրանցված չեն։ Ձրի են։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում, ձրի, որ իրավունք ունեն։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ուղեղը աշխատացնում եք անվճար CVK-ի։ Իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ու փողով։ Ով է փող տալիս ձեզ։ Ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, մի ասեմ, ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ, ինչ որ նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմից, Արադ Միրզոյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը, առանձնատունը դղյակ է, առանձնատունը դղյակ է, այսինքն դուք ուզում եք, այսինքն օրինակ դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տունը, առանձնատունը, դա դղյակ է, հա։ Չէ, ասում դա դղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներ եք,